հարց կամ մի հարց ու վերջ, Սիվիկ, խնդրեմ։ Քանի որ որպես լրագրող եմ հանդես գալիս, այլ ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ըստի Ռոբերտ Քոչարյանի օրոք իմ ապրած ապրումներով երևի թե չկիսվեմ, այդ բռնակալական երկրում ապրած քաղաքացու ապրումները նկատի ունեմ, ինչևէ։ Հիմա որպես լրագրող, որը իրեն համարում է ազատ մամուլի ներկայացուցիչ, պարոն Խաչատրյան, խնդրում եմ ասել, Benchբերումները, որ արեցիք QST փաստաթղթից, դրա օրիգինալի կոպիայից էր եւ ինչպես է այդ կոպիան հայտնվել ձեր ձեռքի տակ եւ ինչու ամբողջական փաստաթղթը չեք հրապարակել, այլ միայն որոշակի հատված։ Պարոն Խաչատրյան, ձեր թույլտվությամբ նաեւ երկրորդ հարցը որպես շարունակություն։ Ժամանակին Առավոտ օրաթերթը տպագրել էր ներքին շրջանառության համար, ՀՀԴ ներքին շրջանառության համար կազմված մի շրջաբերական 55 թվագրված, որտեղ ձեր մտահոգություններն էիք հայտնում, այսինքն դաշնակցական ձեր գործընկերները կետերով չանցնեմ, որովհետև շատ ընդգրկուն է, միայն մի մեջբերում օրվա իրավիճակից եւ միջազգային իրողություններից ելնելով, եթե այսօր հրաժարվում ենք ազատագրված տարածքներից, կարող ենք հրաժարվել հայ դատի պայքարից։ Այս ուղով առաջ գնալու դեպքում երկիրը չենք դնելու նորանոր աղետների առաջ։ Փաստորեն ժամանակին ՀՅԴ-ն դեմ էր QST փաստաթղթին, հիմա տարիների հեռվից ասում եք, որ այն մի հոյակապ փաստաթուղթ էր, որը Ադրբեջանը վիճեցրեց։ Այդ ինչ փաստաթուղթը անկեղծ ասած չեմ կարող ասել, չգիտեմ։ Չեմ բացառում, որ այսպես կոչված 004-ի նախնական վերսիան է եղել։ Հիմա ձեր հարցինի պատասխան իհարկե պատճեն է։ Ես որտեղից ունենամ հենց այն թուղթը, որը ներկայացվել էր, Քիվեստում դրվել էր նախագահներ Քոչարյանի եւ Ալիևի սեղանին։ Պարզ է, չէ՞ որ դա պատճեն է։ Որտեղից իմ անձնական արխիվներից, որոնք երկար ժամանակ պահել եմ։ Իմ սեփականությունն է, ծագման մասին ինչ խոսեմ։ Բայց եթե իշխանություններն ասում են, որ դա կեղծ փաստաթուղթ է, ուրեմն պետք է ասեն իրականությունը որն է։ Եթե ասում են սա իրական փաստաթուղթ է, պետք է ասեն, որ այդպես իրական փաստաթուղթ եղել է։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծում է բոլոր փաստաթղթերը, իդեպ իմ հարցը, որ ես իրան տվեցի, ազգաժողովին ինչ ասացի, ամեն ինչ կբացահայտել եք, նշանակում է ոչ մի բան այլևս գաղտնիք չէ։ Բայց եթե որոշեն, որ գաղտնիք է, եւ ես գաղտնիք եմ բացահայտել, ես, Նիկոլ Փաշինյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի հայտնվենք նույն բանտախցում։ Շնորհակալություն։